Շնորհակալ ենք բոլոր այն ունկնդիրներին, ովքեր հատկապես ֆինանսական աջակցություն են ցույց տալիս Փակ TV կայացման գործընթացի հաջող ավարտի համար։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այո, իսկապես մենք գոհ շնորհակալ ենք, որ մեր հետևորդները ամեն ինչով փորձում են մեզ աջակցել, օգնել, եւ ամենակարևորը, ես կարծում եմ, այդ օգնությունը զուր չի անցնում, մենք դրանից ավելի ենք գոտեպնդվում, կարծում եմ միասին մենք կստեղծենք մեր երազած հեռուստաալիքը, ազատ, անկախ, որով կարելի է ներկայանալ ամբողջ աշխարհին։ Իսկ այսօր մեր հերթական եթերի օրն է եւ մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք մի անձնավորության, ով իմ վաղեմի բարեկամը լինելուց բացի, ում հետ նաեւ շատ հետաքրքիր ճանապարհ ենք անցել մեր ծրագրի ցանկալի հյուրն է Դերենիկ Գաբրիելյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր փոխնախագահ։ Պարոն Գաբրիելյան, բարով եք եկել։ Այնքան շատ են կոչումները ձեր, որ կարող եմ նաև ընթերցել միայն, որովհետև կարող ինչ-որ բան բաց թողնեմ։ Ես կարծում եմ ամենցրելի։ Ժողովուրդը ճանաչում է, երևի պետք է չներկայացնել։ Չէ, պետք է ներկայացնել, ինչի։ Նախ պիտի ասեմ, որ Հայաստանի սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ եք։ Հայաստանի վաստակավոր մանկավար մարզիչ։ Էլ չեմ խոսում ձեր շքանշանների մասին, որին արժանացել եք տարբեր տարիների, միայն մարտական առաջին աստիճանի խաչը հայրենիքին մատուցած ծառայությունների համար վկայում է, թե ով է մեր այսօրվա հյուրը։ Մի խոսքով մարդը, որը շատ բան է տեսել, շատ բան է զգացել, շատ հետաքրքիր ճանապարհ է անցել։ Այնպես որ իսկապես բարի գալուստ Փակ TV տաղավար։ Շնորհակալ եմ։ Դե ես կուզեի նախ հարցնել, ինչպես եք ձեզ զգում։ Դեք արդեն 80 տարի, 81 տարեկան եմ դառնում շուտով, բայց ես զգում եմ լավ։ Ասեմ ձեզ, ես ունեցել եմ մի պայման մեր ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ, ու այսպիսի հարց եմ առաջ քաշել, ասել եմ, պարոն Ծառուկյան, եթե ուզում եք Գաբրիելյան Դերենիկը երկար ապրի, ուրեմն պետք է ինքը ամեն առավոտ դուրս գա աշխատանքի։ Եվ եկել ենք ընդհանուր համաձայնությամբ, ես հիմա աշխատում եմ ազգային օլիմպիական կոմիտեում եւ ինձ լավ եմ զգում շնորհիվ այդ պայմանի։ Դե, իհարկե, մենք շնորհակալ ենք, որ ձեր խնդրանքը հաշվի են առել, իսկ իրականում ես էլ չեմ պատկերացնում Դերենիկ Գաբրիելյանին առանց աշխատանքի։ Մոտ մենք 40 տարի ընկերություն ենք անում եւ այդ տարիների ընթացքում դուք միշտ շատ աշխուժ եք եղել եւ հատկապես երբ որ պատասխանատու մրցաշարերի եք գնում օլիմպիական խաղեր լինեին, աշխարհի առաջնություններ, բոլոր դեպքերում Դերենիկ Գաբրիելյանը ամեն ինչ հասցնում էր անել։ Այսօր ինչով է զբաղված Դերենիկ Գաբրիելյանը։ Ես արդեն ասացի, ես հիմնականում ազգային օլիմպիական կոմիտեում եմ աշխատում, զբաղվում եմ շատ կազմակերպչական հարցերով, այդ թվում եւ մեր չեմպիոնների եւ վետերանների հարցերով, ասեմ ձեզ, որ միջազգային բռնցքամարտի ֆեդերացիան ինձ ընտրել է չեմպիոնների, աշխարհի չեմպիոնների եւ վետերանների կոմիտեի անդամ։ Դա արդեն ես պարտավոր եմ ամեն օր զբաղվում մեր վետերանների վիճակով։ Գիտեք ինչ, միտքը գալիս է եւ այդ միտքը պետք է կատարես։ Եթե չկատարեցիր, մոռացվում է, դուք գիտեք, որ մեր ազգային օլիմպիական կոմիտեն այսօր ունենալով 14 օլիմպիական չեմպիոն, մեծ աշխատանք է տանում, որ մեր ժողովուրդը հիշեն դրանց, եւ շատերը հիշում են։ Այս վերջերս հարց բարձրացվեց օլիմպիական կոմիտեում, քանի որ մարդիկ, որոնք ֆիզիկապես մեծ չեն, եւ Հրանտ Ասպիչյանյանը, եւ Ալբերտ Ազարյանը, եւ Վլադիմիր Ենգիբարյանը իրանց անունով ունեին մեդալներ օլիմպիական կոմիտեում ստեղծած եւ դրան պարգևատրում էին լավագույն մեր մարզիկները եւ մարզիչները հարց բարձրացվեց եւ
լուծում ստացվեց եւ Իգոր Ալեքսանդրիչ Նովիկովի համար ունենանք այդ մեդալը մի մարդու, որը մեծ աշխատանք է կատարել Հայաստանի համար։ Դուք ինքներդ գիտեք Համլետ ինչ է նշանակում 5 մարտի դպրոցը մեր զավակների համար։ Դրանք Իգոր Ալեքսանդրիչ Նովիկովը ինքը ազգությամբ լինելով ռուս, երբ որ իրան հարցրել են 1964 թվականի օլիմպիական խաղերից հետո Կենտկոմի ուտելության ժամանակ ինքը զրուցելուց ալինում Միկոյանի հետ իրենց մոտիկանում կասեգին է այն ժամանակվա բանի պետության բաներ, Սոմինի նախագաներ, այո, բանը Միկոյան ասում է ժպտալով, տեսնում եք, ինձանից լավ է խոսում Իգորը հայերեն, հարցնում է, կասեգին է դուք ինչ ազգ եք, ասում է, я русский сын армянского народа։ Եվ այդպես էլ մնում է, հասկանում եք, իր անունը մնում է պատմության մեջ այդպես։ Իսկ որպես սպորտսմեն Իգոր Նովիկովը, ես ինչի եմ հիմա դա այդ օրինակը բերեցի, միշտ կոչվել է արմյանսկի տիգր։ Եվ շատ ցավում եմ, որ նրա այդ շատ վատ վարվեցին մեր նոր իշխանությունները, այդ մարդը կարծես դատապարտվեց մոռացությամբ։ Իգոր Նովիկովը, որը Հայաստանի համար խորհրդանիշ է եղել։ Ես ձեզ հետ համամիտ եմ, որովհետև այն ժամանակ իսկապես վատ վարվեցին եւ ինքը նեղացավ, եղել է վերջի անգամ հանդիպումը իմ մոտ իմ աշխատանքի վայրում, երբ որ զայրացած զանգահարեց, ասեց կարաս մի 10 րոպե խոսենք։ Եկավ, այն ժամանակ ես աշխատում էի օլիմպիական քոլեջում, ինտերնատում, այն ժամանակ կոչվում էր ինտերնատ, սպորտային թեկումով, եկավ ու խոսեց, ասեց, կարող է ես ինչ-որ մի բան այն չեմ արել, որ ինձ հետ պետք է այսպես վարվեն։ Ու շատ հուզված պատմեց, որ եկան երկուքին, այսպես կոչված բլանդինգեք, եւ առաջարկեցին, որ դիմում գրեք ազատվեք այդ ձեր աշխատանքից, ինքը այն ժամանակ 5 մարտի դպրոցի տնօրենն էր։ Եվ ձեր տեղը պետք է գա աշխատի, այդ ընկերուներից մեկը։ Ասեց Իգորը, ասում է, ես էլ հարցնում եմ, ասում ինձ ապատում։ Բա ես ուր գնամ, ես ինչ անեմ։ Դուք էլ կմնաք այս կնոջ տեղակալը։ Ես, ասում է, Իգոր Ալեքսանդրիչ Նովիկովս, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն, եւ ես լինեմ իմ դպրոցում ստեղծած, իմ ձեռքերով կառուցած դպրոցում տեղակալ ընելում կնոջ։ Մի թափթփուկի։ Այո, դենց էլ ասել էինք, ասեմ ես։ Նեղանում է, չկարացինք համոզենք, իրեն թողեց գնաց։ Երևի այն ժամանակ եթե օլիմպիական կոմիտեում Ծառուկյանը լիներ, մենք կհամոզեինք իրան, որ մնար, անկեղծ եմ ասում ես, որովհետև ինքը Ծառուկյան առանձնահատուկ վերաբերմունք ունի հատկապես մեր այդ մեծ չեմպիոնների համար։ Առանձնահատուկ ցավալի է բոլորիս համար։ Ես հիմա կապի մեջ եմ, այն ժամանակ փոքր էին, երբ որ գնա իր տղաների հետ, երկու տղա ունի Իգորը, մեկը ապրում է Լենինգրադ, մեկը Մոսկվա, դոկտոր նաուկ, գիտնականներ են, խելացի տղեկ են, երբ որ իմացան, որ այսպիսի հարց է բարձրացված մեր օլիմպիական կոմիտեի գործկոմի ժամանակ, որ պապայի անվան մեդալ լինի, նույնպես, չեք պատկերացնում, ասում գրել էր, ասել մենք արտասվել ենք ամբողջ ընտանիքով, որ մեր հայրիկին չեք մոռանում։ Ես ինձ այնքան լավ զգացի, որ մեր օլիմպիական կոմիտեն այսպիսի հարցերի անդրադառնում է եւ պետք է անդրադառնա։ Շատ կարևոր իսկապես նախաձեռնություն է։ Այո, եւ քանի որ ես այդ աշխատանքը ինձ է հանձնարարած օլիմպիական կոմիտեում, ես փորձելու եմ իջև Աստված ինչքան ինձ կյանք կտա, փորձելու եմ բոլոր այդ չեմպիոնները, որ այսօր կան, օլիմպիական չեմպիոնները, արժանան ու իրանց անունով այդ մեդալին, որ մենք կարանք այդ մեդալները իրանց անունով բաժանենք լավագույն մարզիկներին Հայաստանի, լավագույն մարզիչներին։ Գիտեք ինչ, պատմությունը ոչինչ չի մոռանում, պատմությունը կրկնվում է շատ ժամանակ։
Եվ մենք լինելով փոքր ազգ, դուքիկները դիտեք թվով եմ ասում, բայց ինչքան գիտնականներ ունենք։ Անցավ հայրենական պատերազմը, ինչքան հերոսներ ունենք մեր ազգում, ինչքան մարշալներ ունենք։ Ես այդ ամեն ինչը գրքից մեջ արտահայտում եմ։ Նոր գիրք է գրում։ Նոր գրք եմ գրում, այո, եւ ապտակ եմ տալիս որոշ մարդկանց։ Դրանով օրինակներ բերելով ապտակ եմ տալիս այն մարդկանց, ովքեր ազգը ճանաչել է որպես ֆաշիստ։ Ես չեմ վախենում ոչ մի բանից եւ ոչ մեկից, որովհետեւ մենք ապրել ենք ճիշտ, ապրել ենք նվիրված մեր երկրին, մեր ժողովրդին։ Դուք երևի կարդաք շուտով այդ գիրքը լույս կտեսնի։ Առաջի օրինակները ինձ կներեք եւ երկու օրինակ լինելու տարբեր, մեկը հայերեն, մեկն էլ քանի որ ես անգլերենից հեռու եմ, ռուսերեն, այդ գիրքը լուսատեսնելու շուտով։ Ես ուզում եմ, որ ռուս ազգը այդ գիրքը անպայման կարդա։ 1961 թվականին, երբ որ Խրուշչովը պետության ղեկավար էր, կենտկոմի քարտուղար էր, եկել էր Հայաստան, մայիսներ։ Եվ հրտերան իրան Սևան այնտեղ հյուրասիրեցին եւ հարց բարձրացրին Արփասեվանի հարցը։ Ինքը ստորագրեց, երբ որ գնացել էր Մոսկվա, ես հիմա կարող եմ մի քիչ շեղվեմ խոսքերի, ինքը գրել էր։ Ես զարմացած եմ մնացել, թե այդ փոքր պետությունը կիսաքանդված լեռնային երկիր, որտեղ չկա մեծ հարստություն, իրենք միջև վերջ հերոսների նման պահում են մեր ազգի հետ միասին, ռուսների հետ միասին իրաց, նվիրված են ռուս ազգին, այդպես էլ գրում է, ես այդ տողերը հատուկ հանել եմ և էլի պետք է գրքի մեջ դնեմ ուղարկեմ Ալիևին և ռուսներին, ռուս ազգին, ես ինքս պոլիտիկայից հեռու մարդ, դու գիտես իմ անցած ճանապարհը, դա ուղղակի ես հիշեցի, որ չի կարելի լռել չի կարելի ժողովուրդ։ Եթե լռում ես, ուրեմն համաձայն ես, իսկ մենք համաձայն չենք։ Մի անգամ մեծ ժողով էր, կուսակցական, ինձ էլ էին հրավիրել, բայց ես կապ չունեի էլի կուսակցության հետ, ելույթ խնդրեցի, խոսացի, ինձ հետո հարց են տալի տեղից, լավ, եթե կուսակցական չեք, ես չեք, են չեք, այդ գործերով չեք զբաղվում, ինչի եք ելույթ ունենում, էլի։ Ես պատասխանեցի, ես եւ ինձ նմանները, շատերը իմ ազգի, պետք է պարտադիր հիշեմ, թե ինչ են թողում իրենց զավակներին, իրենց թոռներին, թե ինչ երկրում են ապրելու մեր բալեկը։ Եկեք չմոռանանք այդ մասին, ոչ մեկս։ Գիտեք ինչ, իզուր չլի մեր ապրելը, այդ տարիները, որ չարչարվել ենք։ Եվ հիմնականում փորձում եմ տարբեր տեղեր լինելով, ինձ կներեք մեկ գիտեն, թե սպորտը միայն սպորտային արդյունքները, ոչ, սպորտի գործիչները, շատ գործիչներ, այդ թվում շատ գործիչներ, ոչ պակաս աշխատանք են կատարում մեր դեսպաններից, այլ երկրներում, ճանաչում են բերում մեր երկրին, խոսում են, ծանոթություն են բերում մեր երկրին, հանդիպումներ են ստեղծում մեր երկրի ժողովրդի հետ եւ հաճախ է դա լինում։ Այս վերջերս, քանի որ ընտրվել է այդ պաշտոնին վետերանների եւ չեմպիոնների կոմիտեի անդամ, այնպես էր, որ ուզում էինք ծնունդս կատարենք ու ամբողջ աշխարհը ոտքի էր կանգնել, որ պետք է գան 80-ամյակից։ Ծառուկյանը որոշել էր արդեն պետք է մեծ շուկով անենք։ Ես ճիշտ ասած մի քիչ ոտս կախկցեցի, եկա տուն, զավակներս հավաքեցի, Համլետ ջան, գիտես, կինս 30 տարի առաջ է մահացել պատերազմի տարիներին, եւ մենակ եմ մինչեւ այսօր, իմ զավակներին եմ մեծացնում, իրանց հետ եմ ապրում, որոշեցինք, որ ծնունդ չենք անելու, որովհետեւ դա այն ժամանակ էր, երբ որ մեր երկրում միտինգներ էր,
եւ որ մեր երկրում անհանգիստ վիճակ էր, ես չէի ուզենա, որ իմ կողմից հրավիրված հյուրերը գան տեսնեն իմ երկրի այս վիճակում։ Ես ուզում եմ, որ իրենց մոտ այն տպավորությունը լինի, գան ծաղկած տենան, ծաղկած երկիր տենան, ոչ թե ամեն օր եսի ինչ նորություններ։ Այդ իսկ պատճառով ճիշտ ես դիմեցի Ծառուկյանին, ասեց իրավունքը քոնն է, Գաբրիելյան ջան, բայց իմացի, որ ճիշտն ասած ես էլ այդպես մտածում։ Դու ո՞ս որ իմ մտքերս կարդացիր, որ այդ ժամանակը չի հիմա, որ ծնունդ անենք, ուրախանանք, քանի որ այսպես պայմաններ մենք հիմա։ Եվ Աստծուց ես շնորհակալ եմ, որ ճիշտ ես մտածեցի, բայց դրանից հետո մի քանի երկիր, այդ թվում եւ Ռուսաստանի մի քանի երկրներ, փոքր պետություններ, Չեչնիայից սկսած, որը ինձ բարեկամ են համարում, ես այնտեղ չլինելով, մեր թիմը այնտեղ լինելով, մեծ բոլորի մոտ նվեր են սարքում, տելևիզորով կարդալով ուղարկում են ինձ այդ նվերը։ Լիտվայի պրեզիդենտ Օլիմպիական կոմիտեի առանձնահատուկ մեդալով ապարգևադրում գնացել է Լիտվա։ Էստոնիան ծնունդ է կազմակերպում ինձ հրավիրում, գնում եմ ծննդի։ Հասկանում եք, մեր Եվրոպայի պրեզիդենտը հունաստանցին տոմսը առած, որ պետք է գա, խնդրում ենք չմեկնի։ Ինչ որտեղ ես ոգևորված էի զգում, հիմա էլ անկեղծ եմ ասում, ուզում եմ այս ապրիլի 15-ին մեր ծանրորդները գնում են Մոլդովա, այնտեղ պետք է Եվրոպայի առաջնությունը լինի մեծահասակները, օգտագործեմ այդ բանը, որ մեր մարզիկները այնտեղ են լինելու, քանի որ Օլիմպիական կոմիտեի նախագահն, օլիմպիական չեմպիոն Ժուրավսկին ինձ նամակ ագրել եւ զանգահարել է, Դերենիկ Աբրամովիչ, мы же тебе подарок приготовили на 30-летие. Приезжай, пожалуйста, արի դու էլ արի բաների հետ, շտանգիստների հետ, ես կփորձեմ կգնամ։ Դրանից բացի Ֆեդերացիան բռնցքամարտի Մոլդովայի մի զարմացեք, ես ուզում եմ, որ հայերեն լեզվով այստեղ տպվի, իրենք էլ խնդրել են ինձ, որ այդ իրավունքը տամ մոլդովացիներին, Մոլդովայի բռնցքամարտի պրեզիդենտին, պարոն Վասիլի Աֆանասիչ Կիրտոկային, որ այդ գիրքը հրատարակի ինքը իր կողմից, իր ֆեդերացիայի կողմից, ինքն էլ ուղարկի Հայաստան։ Այդպիսի կապերի մեջ եմ իմ լավ բարեկամների հետ։ Ես ուրախ եմ իհարկե եւ կարծում եմ այդ գիրքը ըստ արժանին կգնահատի նաեւ ընթերցողը։ Իդեպ ասեմ գրքի շնորհանդեսը, որ աներուն լինենք, չմոռանաք Փակ TV-ն հրավիրել։ Մենք այդ օրը կարող ենք մի այդպես հետաքրքիր հաղորդում էլ պատրաստել։ Այո։ Սիրելի բարեկամներ, ես պետք է ասեմ, որ իսկապես Դերենիկ Գաբրիելյանը շատ հետաքրքիր մի անձնավորություն է, ում հետ շատ հաճելի հուշեր են կապված։ Ես ասում եմ 40 տարուց ավելի է ճանաչում եմ այս անձնավորությունը եւ միշտ զարմացել եմ նրա աշխատասիրության վրա, ոնց է կարողացել ամեն ինչ հասցնել, տեղին մատուցել եւ պիտի ասեմ, որ այս առումով երևի եզակի մեր մարզաշխարհի այն գործիչներից է, ում կարելի է վստահել բացառապես ամեն ինչ եւ հա այսօր այդ հրաշալի անձնավորությունը մեր տաղավարում է։ Պարոն Գաբրիելյան, գրքում իհարկե շատ հետաքրքիր փաստեր տեղ կգտնեն, բայց հիմա մենք անցնենք մյուս հարցերի։ Տեսեք, մարզաբազաները շատ կարևոր են սպորտային հաջողությունների համար։ Շատերը ասում են, դե մարզաբազա էլի ինչ է, յոլա եք տան։ Այդպես չի կարելի։ Ինչ իրավիճակ կա այսօր այդ մարզաբազաներում։ Գիտեք ինչ, իսկապես շատ ճիշտ եւ խելացի հարց բարձրացրիք այն առումով, որ առանց մարզաբազաների չի կարելի հասնել մեծ հաջողությունների։ Տեսեք, այս վերջերս YouTube-ով ես ֆիլմ եմ նայում մեր Սպիտակ արջի մասին, Արտուրի մասին, Ալեքսանյան, թե ինչ պայմաններում է Գյումրիում պարապում Աստված գիտի եւ ինքն իր պապան, բայց իրենք առանց բողոքի տղամարդ լինելով հաղթահարում են բոլոր դժվարությունները
եւ արդեն ունի եւ ոսկե, եւ արծաթե, եւ բրոնզե մեդալ։ Եվ հույսով ենք, ես ստադ ասում եմ, հույսով ենք, որ առաջի մարտը ում վրա կարելի է հույս դնել Ամերիկայի օլիմպիական խաղերի որ մեդալ կբերի դա Արտուրն է, դա իմ կարծիքն է։ Ես իր հետ զրուցել եմ եւ գիտեմ ինքը շատ քիչ է խոսում։ Այսօր Գյումրիում կառուցվում է մեծ մարզաբազա, բավականին խոշոր մարզաբազա, ամեն ինչով հենց Արտուր Ալեքսանյանի անունով։ Ես ուրախ կլինեմ եւ չգիտեմ կգա այդ օրը, որ ամեն մարզում մեր պետությունը այնքան հզորանա, այնքան կարողանա մեր օլիմպիական կոմիտեին էլ օգնելով, միասնական աշխատանքով կարողանանք ամեն մարզում ունենանք մի հատ օլիմպիական այդպիսի կենտրոն, որ մեր հավաքական թիմերը չմտածեն, թե որտեղ են պարապելու եւ որտեղ են հավականելու։ Կարիքը շատ մեծ է, ես չեմ ուզում համեմատեմ այլ պետությունների հետ, եղել եմ մենակ 3 անգամ կներեք այս պատերազմի տարիներին ինձ մեր օլիմպիական կոմիտեն ուղարկել է Բաքու 2010 թիվ, 2011 թիվ, 2015 թիվ։ Գիտեք ինչ, կցանկանայի, որ ամեն մարզում, այդքան կարճ ասեմ, ամեն մարզում մենք ունենանք այդպիսի բազաներ։ Լսեք, իմ մոտ նախանձ է առաջացել, բարի նախանձ չի, սա նախանձ է իսկական, որ մենք արժանի ենք, քանի որ տալանտավոր ժողովուրդ ենք։ Ես ձեզ մի օրինակ բերեմ Համլետ, եւ այդ երկրին անդադ ուզում եմ խփած լինեմ այսօր, անկեղծ պետք է լինեմ ես ձեզ հետ, այն առումով, որ չի կարելի մի մեծ ազգին, որ թեկուզ 3 միլիոն ենք այստեղ, բայց մի մասն էլ դրսում ենք 10-ից ավել միլիոն, անվանել մի մարդու կողմից ֆաշիստական երկիր։ Ես դրա դեմ եմ, ինչու եմ նորից դրա անդրադառնում։ Ես անդրադառնում եմ մի պատճառով, մի պայմանով։ Առաջի աշխարհի չեմպիոնը Ադրբեջանը է դարիմիասա։ Ով է եղել հայ տղա։ Ըմբիշ Բանանց գյուղից, որը Կիրովաբադից 30 կիլոմետր այն կողմ։ Արտյոր Տերյանը։ Դա եղել է, ոնց ասեմ, աստղ, համաշխարհային աստղ, երկրորդը այդպիսին չի եղել։ Եվ ինչ են անում այդ տղայի հետ, 40 տարեկան հասակում, մի հատ ինչ-որ կեղտ, ոչ թե փոքր դանակով, այլ հատուկ պատրաստած դանակով խփում է, առնահոսություն է լինում այդ Արտյոմի մոտ եւ մահանում է։ Իրենց ինգերները, որոնց հետ ես հանդիպեցի, այդ բարեսների հետ հանդիպեցի Իտալիայում, եկավ նստեց իմ սեղանին Այդին Իբրագիմովը, ասեց մենք խոնարհվում ենք Արտյոմի առջև, մենք ներողություն ենք խնդրում ձեզնից, պարոն Գաբրելյան, իմանալով, որ ես ծանոթ եմ իրենց բոլորին, ներողություն ենք խնդրում, բայց ես կուզենայի ոչ թե մարզիկները ներողություն խնդրեին, այն մարդիկ, ով պետություն են ղեկավարում, ու այդ քալին են գնում, ասում էր, այդ տղաները ասում են, մենք պահակ ենք դնում, ասում է բանում, գերեզմաններում, որ հանկարծ Արտյոմի գերեզմանները չքանդեն, իսկ այսօր ում գերեզմաններն են առաջինը քանդում, հենց նույն վերցրեք Արցախում, ումը կրկնակի սովետական միության չեմպիոն, սովետական միության հերոս կներեք, նա ամ չեմպիոնա ինձ համար ամ հերոսա մեր անվանի ինքնաթիռով որ դուրս էր գալիս Ներսոն Ստեփանյանը նեմեսները գոռում էին ախտունգ ախտունգ վնեբե Նելսոն պատկերացնում եք այդ վախն է եղել ուղղակի այդ օրինակները ես ինչի եմ բերում որ ամեն մեկը խոսալուց մտածի նոր խոսա, մտածի ինչ ասում և ինչ
ոնց կարա վիրավորի մի ազգի մի քանի ապուշի խոսքերով։ Հասկանում եք։ Ցավոք թափտպուկները կան ամենուր եւ իհարկե ես պիտի ասեմ որ ոչ մի լուրջ քայլ չի արվում բայց իհարկե այն որ մեր հարաբերությունները պետք է պահպանենք բոլորի հետ նորմալ վիճակում ես ձեզ հետ համամիտ եմ դուք միշտ ասում եք որ բարեկամությունը համերաշխությունը ընկերությունը դա մի ուրիշ կատեգորիա է բայց կան ազգեր որոնց հետ դա գրեթե անհնար է եւ մենք եթե հույս դնենք այդ ազգերի հետ խաղաղություն կնքելու գործընթացին կարծում եմ անհույս է լինելու բայց կյանքը շարունակվում է Համլետ դուք ճիշտ եք ես չեմ ཐակցնում մինչև 18 տարեկանը ես ապրել եմ Ադրբեջանում դու գիտես դրա մասին որովհետև դա իմ պապերի ծնված երկիրն է եղել այո մի կողմը ծնողներիս եղել են Արցախից Մադաղից գյուղից մյուս կողմը եղել են Գարտմանից Խանլարի շրջան գյուղ Միրզիկ հասկանում եք եւ ես տեսել եմ ամեն ինչ այդտեղ մինչեւ 18 տարեկանը արդեն ես մրցման էի դուրս գալի ես մենակ գնում էի Կիրովաբադից մենակ գնում էի Բաքու մրցումների հաղթում էի եւ իմ սեկունդանտը կաղնում էր այն ժամանակ այնտեղ կար վրացի Դավիթ Կիպյանի հասկանում եք իրենց մեջ ես մենակ կարում էի այսպես ռիսկով գնամ հաղթեմ ու հետ գամ տուն սաղ սալամատ եմ որ ասում բայց ինչա հիմա ստացվում հիմա ստացվում է որ ինչ-որ մի քանի ապուշի պատճառով ժողովուրդներ որոնք որ բարեկամ են եղել ես չեմ ཐակցնում հայրս աշխատել է դպրոցում մանկավարժ եւ ինչքան ադրբեջանցիների տեսել եմ որ եկել են լսել եմ կողքից եկել են ծնողներով մեր տուն խնդրել են որ պապաս լինի իրենց զավակների խավոր եղել է այդ դեպքը չի կարելի դրա մասին չխոսալ եղել է մեր աչքի առաջ մինչեւ հիմա ձեզ ոնց ասեմ եղել է դեպքեր որ չեմ կարա պատմեմ ոնց են օգնել որ մենք կարողացել ենք գերեզմաներ ընդդեղից տեղափոխենք Երևան վերջի օրերին արդեն որ սկսում էր իմ մորաքրոջս տղեկը իր ծնողի եւ իր զավակի գերեզմանակարը տեղափոխեցին ստեղի մեր Զեյթունի գերեզմաններ դա իրանք են արել չէ մարդիկ են արել դա օգնել են մեզ այո դրա համար հարևան հասկացողությունը մենք պետք է իհարկե տարիները սա վանկան տարիները մեզ կփոխեն դժվար կլինի հիմա մեր զավակների համար այդ մասին եմ ես իմ մտածում Համլետ ջան Պարոն Գաբրիելյան, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Մեկ անգամ էլ ուզում եմ հիշեցնել, որ երբ լույս կտեսնի ձեր գիրքը, առաջին այդպիսի խոշոր գիրքը, որով դուք կներկայանաք հայ ընթերցողին եւ ընդհանրապես բոլորնց, ովքեր նաեւ ռուսալեզու են։ Հիմնականում այո։ Ես կուզենայի, որ անպայման այդ գիրքը հասցվեր հաղթական ավարտի եւ մեր հեռուստաալիքի եթերում նաեւ Ոսեին գրքի շնորհանդեսի մասին։ Շնորհակալ եմ։ Ես էլ փորձեմ հասցնեմ իմ ապրիլի 15-ին երևի կմեկնեմ Մոլդովա։ Որից կվերադառնամ։ Գիտեք ինչ, այդ գրքում են այնպիսի դոկումենտալ պայեր կա, որ վերադարձեք, մենք վերհուշ տարագիր ենք, դոկումենտալ հուշեր կա, որ Սովետական միության 4-րդ կոսմոնավտը Պավել Պապովիչը այո որ մեր Բրսկամարտի ֆեդերացիայի նախագահն էր Սովետական միության ասում էր ես 4-րդ կոսմոնավտն եմ ուկրաինացի եմ Սովետի 4-րդ կոսմոնավտն եմ բայց առաջի ուկրաինացին եմ տեսեք բայց առաջի ուկրաինացին եմ մարդիկ պետք է հասկանան Սա մի ընտանիք է, տեսեք, քանի տեղ մենք այսօր օջախներ ունենք, չէ՞, որ այս պատերազմի մեջ ենք։ Ես չեմ ցանկանում պատերազմ։ Ոչ մեկը չի ցանկանում, ոչ մի ծնող հատկապես։ Դրա համար եկեք այդ ամեն ինչ դնենք եւ խելացի մտածենք մեր վաղվա օրվա մասին։ Հասկանում եք։ Եղավ, շնորհակալ եմ այսօրվա համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ինչ ուզված էի ներող կլնեք։ Ոչինչ։
Սիրելի հետևորդներ, նորից եմ հիշեցնում, որ շարունակեք բաժանորդագրվել մեր հեռուստաընկերությանը, ձեր աջակցության շնորհիվ մենք իսկապես կարող ենք շատ բանի հասնել, բայց ամենակարևորը մենք ձեզ հետ պիտի դառնանք լավ անկեղծ բարեկամներ, իսկ այնպիսի անձնավորություններ, ինչպեսիք Տերենիկ Գաբրելյանն է, միշտ կհյուրընկալվեն Փակ TV-ի տաղավարում, քանի որ նրանք իսկապես հայրենասեր լինելուց բացի նաև խիստ մտահոգված են իրենց հատկապես զավակների վաղվա օրվամբ։ Այսօր այսքանը, մնանք լավատես, ցտեսություն։